Կապվես։ Ես։ Պիստուկն եմ։ Սա ինչ է։ Իմ փուչն է։ Որտեղից։ Այ քեզ հարց։ Դու կապիկ ես, թե պիստակ։ Համ կապիկ է, համ պիստակ։ Քանի գրամ կլինես։ 3.4.5։ Քանի մաս կա քո գլխին։ Ինչքան որ հաց ձեր գլխում։ Ինչ ես սիրում ու ինչքան։ Սիրում եմ ինչ, որտեղ, երբ, ինչքան է, ինչքան շատ։ Տակ, տակ, այ քեզ պիստակ, խելոք գլուխ գլխարկի տակ, 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 այ քեզ պիստակ, գլխին գլխարկ թասուշի տակ, 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 այ քեզ պիստակ, խելոք գլուխ գլխարկի տակ, 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 այ քեզ պիստակ, բտ-բտ-տան պիստակ, տակ, տակ, այ քեզ պիստակ, խելոք գլուխ գլխարկի տակ, 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 այ քեզ պիստակ, գլխին գլխարկ թասուշի տակ, 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 այ քեզ պիստակ, խելոք գլուխ գլխարկի տակ, 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 այ քեզ պիստակ, բտ-բտ-տան պիստակ։ Մնացորդ, ուտելիքի մնացորդ, թղթի մնացորդ, մնացորդի մնացորդ։ Դու ով ես։ Ես եմ, ես։ Հնթի պիստակ, հնթի Ով, ես։ Ես աշխարհի ամենամաքրասեր պիստակն եմ։ Այդ մարդիկ են փնթի։ ով մեկ։ Ոյ, ոչ բոլորը իհարկե։ Հա։ Նրանք աշխարհը լցրել են աղբի կույտերով։ Իսկ ես ստիպված տեսակավորում եմ նրանց քնքինությունները։ Կրծած ոսկոր, կաթիշիշ, պահածոյի կափարիչ, Տեսեք, ինչ սիրուն է բնությունը, չէ՞։ Իսկ աղբի կույտը։ Աղբը շատ վնասակար է։ Այն մթնոլորտ է արձակում թունավոր գազեր, իսկ մենք շնչում ենք կեղտոտված օդը։ Մենք հաճախ չենք էլ զգում, որ թունավոր օդ ենք շնչում։ Դրա պատճառով կարող ենք թուլություն զգալ, անգամ հիվանդանալ։ Չէ՞ որ առողջության համար ամենակարևոր բանը մաքուր օդն է։ Որտեղ կա աղբ, այնտեղ չկա մաքուր օդ։ Կան լիքը որդեր ու ճանճեր։ Իսկ ճանճերը, լավ իմացեք, աղբի միջոցով կարող են հիվանդություն տարածել։ Բանանի կեղևը գետնին մի գցեք։ Բայց թե հո բանանը կեղևով չենք ուտելու։ Որտեղ կա կյանք, այնտեղ կա աղբ։ Բայց եթե աղբի հետ ճիշտ վարվենք, այն վնասակար չի լինի։ Ուրեմն, ինչ է պետք անել։ Աղբը այլել է պետք։ Ոչ։ Եթե մենք աղբը այրենք, այն կանհետանա, բայց նրա փոխարեն օդը կլցվի վնասակար ծխով։ Աղբը պետք է տեսակավորել։ Զարգացած երկրներում առանձին աղբամաններ կան, ապակյա իրերի, թղթի թափոնի, մետաղի ջարդոնի համար։ Դրանք վերամշակվում են ու դառնում հումք, թղթե, ապակյա ու մետաղյա իրեր պատրաստելու համար։ Իսկ սննդի մնացորդները կարելի է տալ կենդանիներին կամ դարձնել պարարտանյութ։ Այսպիսով մենք կունենանք հումք և չենք ունենա աղբ։ Եթե առանձնացված աղբամաններ չկան։ Հանգիստ եղեք, դա իմ գործն է։ Ես կգնամ քաղաքապետարան և կասեմ, որ ամեն տեղ այդպիսի աղբամաններ դնեն։ Հասկանում եք, դրա համար ժամանակ է պետք։ Բայց քանի դեռ այդ աղբամանները չկան, ձեր գործ աղբը սովորական աղբամանների մեջ թափելն է։ Այս կոնֆետի թուղթը, մանդարինի կճեպը, այս մաստակը, ով է թափել գետնին։
Եթե մենք աղբը թափենք փողոցում, կունենանք կեղտոտ փողոց, թափենք տանը, կունենանք կեղտոտ տուն։ Փուֆ։ Իսկ դուք ուզում եք այգում խաղալու փոխարեն հավաքել ուրիշի թափած աղբը։ Ոչ, չենք ուզում։ Դե տեսնում եք, եթե ոչ ոք չթափի, ոչ ոք ստիպված չի լինի հավաքել։ Չէ, Վիստակ, լավ դասեր։ Մենք էլ